Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն է ներկայացում Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր պետական ոչ առևտրային կազմակերպությանը ամրացված եւ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող գույքը հետ վերցնելու եւ օտարելու մասին կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսում է ուղղակի վաճառքի ձևով օտարել կազմակերպությանն ամրացված Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող անշարժ եւ շարժական գույքը, գնորդ է հանդիսանում NTA Investment Group ՍՊ ընկերությունը, վաճառքի գինը 30 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ եւ նաեւ գնորդը պարտավորում է 6 ամիս ժամկետով առնվազն 55,000 դրամ նվազագույն աշխատավարձով աշխատանքային պայմանագրեր կնքել պոակում փաստացի աշխատող 99 աշխատողների հետ, պահպանել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր անվանումը եւ օգտագործման ուղղվածությունը 10 տարվա ընթացքում յուրաքանչյուր տարի ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության հայտով համապատասխան նշանակություն ունեցող միջոցառումներին, ինչպես նաև նախագծով նախատեսում է նաև հավանություն տալ ՍՊ-ի ներկայացրած ներդրումային ծրագրին, որի ընդհանուր արժեքը գերազանցում է 100 միլիոն ԱՄՆ դոլարը, ներդրումային ծրագիրը նախատեսում է իրականացվել 4 տարվա ընթացքում եւ ստեղծել հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ, ինչպես նաև կապահովի 250 նոր աշխատատեղի ստեղծում։ Խնդրում եմ ընդունել որոշման նախագիծը։ Հարցեր։ Ներդրումը 4 տարվա ընթացքում է ներկայացնելու, պարոն Մանյան։ Այո, միլիոն դոլար։ Պարոն Համեցեք։ Պարոն վարչապետ, ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության սահմանում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շփման գծում իրավիճակը վերահսկելի է, բայց ինչպես նախորոք մենք տեղեկացրել էինք, որ մեր հարևանների մոտ եվրոպական խաղերի անցկացման ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ապահովեցին հրադադարի կատարումը, դեռ ավելին զսպվածություն ցուցաբերելով եւ ոչ մի խախտում չիրականացնելով։ Եվրոպական խաղերից հետո լարվածության աստիճանը մեկ բարձրանում, մեկ իջնում է, ինչպես կանխատեսել էինք, մեր հարևանները փորձելու են լարվածությամբ ինչ որ քաղաքական դիվիդենդներ գտնել իրենց համար կամ տնտեսական։ Լարվածությունը այս 2 ամիսների ընթացքում բարձրացել է ոչ միայն նրանով, որ հրաձգային զենքից են կրակել, այլ նաև խոշոր հրաձգային զենքերից են կրակել եւ նաև ականանետներից կրակային խոցման աստիճանը բարձրացել է 60, 82 եւ մինչեւ 120 մմ-անոց ականանետերից կրակոցներ եղել են։ Դեռ ավելին, վերջին օրերի ընթացքում մի քանի դիվերսիոն հետախուզական գործողությունների փորձ է եղել, որոնք որ հայկական զինուժի կողմից կանխվել են, մեր հորդորներին հակառակորդին վերաբերող, որ պետք է երկխոսության եւ նաեւ շփման գծում վստահության մեխանիզմների ձևավորմամբ մենք փորձենք մեր հարաբերությունները ձևավորել, հակառակորդը պատասխանում է իրավիճակի լարվածության։ Ուզում եմ ձեզ զեկուցել եւ տեղեկացնել մեր ժողովրդին, որ հայկական զինված ուժերի ստորաբաժանումները, ովքեր որ առաջին գծում մարտական հերթապահությամբ սահմանների պաշտպանությամբ են զբաղված, հաստատակամ են, իրենց խնդիրները գիտեն, պարտականությունները գերազանց կերպով կատարում են։ Ցավոք սրտի մենք նաեւ վերջին օրերին ունեցանք մեկ կորուստ, որի համար կարծում եմ, որ մեր բոլորիս փոփանքի խոսքը պետք է ուղենք մեր զոհված զինծառայողի հարազատներին, բայց այնուամենայնիվ մենք մեր առջև դրված խնդիրները կատարել եւ կատարում ենք եւ պատրաստ ենք ոչ միայն պաշտպանության, այլ նաեւ կանխարգելիչ միջոցառումներ եւ նաեւ զսպման համապատասխան մեխանիզմներ ձևավորել։ Շնորհակալություն, պարոն Մանյան։